Դաժե բարևելը չի թույլատրվում։ Կարա բարևեք բարձրացեն բոլորին։ Անձամբ մեղադրյալներին չեք մոտիկ անում։ Չեք խոչընդոտվում ոստիկանության ուղեկցող խմբի ծառայությունը։ Տարիք չէ, մենակ կարանք եմ պես, ես գիտեմ։ Դա կապ չունի։ Տվյալ պահին ես իմ ծառայություն եմ տանում, մի խոչընդոտեք իմ ծառայությանը։ Դե մի լուրջ գործի չեք, եթե մենք գիտենք, դու ինձ պիտի չասեք, ես լուրջ գործի եմ, թե չէ։ Թուրքերի մենք այնքան կուլտուրա ունենք, որ բանավանդեցության տակ եմ անցել։ դա ձեր շարունակ։ Չեմ հասկանում։ Դատան ընդմիջում հայտարարի։ Խնդրում եմ, էլի դատան ընդմիջում հայտարարի ինչ նպատակով։ Կազմակերպել։ Դե էսա 10 րոպեն ավարտում է։ Հասկաց։ Ներողություն, այս Ոչ։ Ոստիկանը ընդհանրապես դատական իստերի դալիճում։ Հիմա որ կարգադրիչը դատավորի ասաց դե շրջանցում, որովհետև դատավորը թողեց, որպեսի քննարկումը ընթանա, բայց կարգադրիչը ասաց, որ հեռացնեն։
ոստիկանության ներկայացուցիչը դատական նիստերի դահլիճում որոշում կայացնելու իրավասություն չունի։ Ինքը ընդամենը իր վրա օրենքով վերապահված տեղազորություններն է կատարում։ Եթե դատական նիստում ես ճիշտ ասած ներկա չէ, ինչ որ խնդիր առաջացավ, հա, ինչպես հասկա։ Ես չեմ հասկանում ձեռքով բարևելու մեջ ինչ արտարոս այսպիսի երևույթ տեսավ ոստիկանը, որ անտեսի դրանով դատանի որոշումը եւ դրանով պայմանավորված մեղադրյալի ներկայությունը բացառի դատական նիստերի դահլիճից։ Հիմա ըստ էության դատան ընդմիջում հայտարարել են նպատակով, որ պաշտպաններս մեղադրյալների հետ քննարկենք եւ մի ամուր դիրքորոշում ներկայացնենք տարածքային ընդհատության մասով, ասում ենք դրանից զրկվել ենք։ Ընդհանրապես մեղադրյալին ձեռքով բարևելու պատճառով։ Խոսքը կարգադրիչի մասին, ինչպես ես հասկացա, ոստիկանության ներկայացուցիչներն են տեղափոխել։ Ոստիկանության ներկայացուցիչները։ Մասին չէ։ Ստեղ դատական նիստերի դահլիճում կանոնը թե դատական նիստի ընթացքում, թե դատական նիստից դուրս ապահովում են բացառապես կարգադրիչները կրկնում են։ Հիմա կարգադրիչների մասով կարծես թե խնդիր չունենք եւ փորձում ենք կազմակերպել, որպեսզի մեղադրյալի հետ մեր խոսակցությունը շարունակենք։ Բայց ոստիկանների գործողություններում ես որևէ օրինական փաստ արձանագրել չեմ կարող։